Ցուլի համաստեղության ներկայացուցիչների համար ուզում եմ մատնանշել եւս մի հետաքրքիր փաստ, որ այնպես ինչպես լուսնային հանգույցներից հյուսիսային հանգույց, այսինքն Ռախուն 10-րդ տանը եւ ավելացնում աշխատանքային հնարավորությունները, Կետուն, հարավային հանգույցը գտնվում է 4-րդ տանը, իսկ 4-րդ տանը դա մեր տունն է, մեր հանգստանալու տեղը, երջանկություն ստանալու վայրը եւ ցուլի համաստեղության ներկայացուցիչները, ինչպես նաեւ լուսնային ցուլերը այդքան էլ ցանկություն չեն ունենա գտնվելու տանը, նրանք ակամա անդադ կձգտեն դուրս գան, իհարկե այս ժամանակաշրջանը մինչև դեկտեմբերի 5-ն է, դեկտեմբերի 6-ից տրանզիտը փոխվում է դեպի 9-րդ տուն, այնպես որ կարծում եմ դեռևս հնարավորություն ունեք աշխատանքում գտնվելու, քիչ հանգստանալու, միջև որ կգա ժամանակաշրջանը եւ դուք ավելի շատ կսկսեք շրջագայել, որովհետեւ այն ժամանակ կմիանա ուրիշ տրանզիտ եւ առաջ կբերի նոր իրավիճակ երկարատև ճանապարհորդությունների հետ կապված։ Այսպիսով քիչ եք լինելու տանը, շատ եք աշխատում, ձեր աշխատանքային եկամուտների մի փոքր խոչընդոտները են գալիս առեցված, ընտանիքում հարաբերությունների որոշակի խնդիր կարող է լինել, արևի հետ կապված նույնպես մատնանշեցի, որ հնարավոր է հայրիկի հետ կամ ղեկավարների հետ որոշակի խնդիրներ լինեն, բայց հաջողության առումով, իմաստության ավելացման առումով լիքը նաև սոցիալական ռեալիզացիայի առումով բավականին վերելքային ժամանակաշրջան է սպասվում, քանի որ այս պահին Մարսը իր ամենալավ, ամենաուժեղ կետի վրա է, այն աճեղ ջուրի մեջ է, ակտիվացել է հունվարի 16-ից, ակտիվ կլինի մինչև փետրվարի 23-ը, եւ Մարսի համար այստեղ նույնպես հարաբերական դրական տարածք է, այնպես որ էներգիայի առումով նույնպես դուք խնդիրներ չեք ունենա մինչև փետրվարի 23, փետրվարի 23-ից հետո Մարսը մտնում է նույն այդ կարիերայի տարածք, որտեղ Ռախուն է, այդ ժամանակ ես ձեզ կօգնեմ կողմնորոշվելու, որպեսզի հնարավորինս ձեզ ճիշտ դրսևորեք, որ աշխատավայրում կոնֆլիկտային իրավիճակներ չունենաք։ Առայժմ դուք հրաշալի պայմաններում եք, սիրելի ցուլի համաստեղություն, ազատություն տվեք ձեզ եւ գործեք ինչքան ուժ ունեք, ինչքան նպատակներ ունեք, հասցրեք կատարել։ Ձեզ հետ է Աստղաբան Սոնա Հակոբյանը, շնորհակալություն, եղեք մեզ հետ։